Մեծամոր համայնքի մեծամոր բնակավայրի առաջին թաղամասի թիվ 3B, 2B1, 8B1, երկրորդ թաղամասի թիվ 2B շենքերի հարթանիքների վերանորոգման և առաջին թաղամասի 4B2 շենքերի վերելակի հորանի տանիքի վերանորոգման աշխատանքները, այստեղ աշխատանքները ավարտված են, բազմաբնակարան շենքի տանիքը 1670 քառակուսի մակերեսով վերանորոգված է, շահառուների թիվը 523 բնակիչ է։ Անդրադառնամ Լոռու մարզում իրականացվող ծրագրերին և նշեմ, որ կհամաֆինանսավորվի Ստեփանավանի համայնքի Ստեփանավան բնակավայրի Զորավար Անդրանիկի, Սայաթ-Նովա և Պիոներների փողոցի հիմնանորոգման աշխատանքները, սրանք ավարտված են, արդեն հիմնանորոգված է 1.7 կիլոմետր երկարությամբ ճանապարհը։ Փամբակ համայնքի Փամբակ բնակավայրի հանդիսությունների սրահն է կառուցվել, ավարտված են աշխատանքները և շահառուների թիվը 2400 է։ Շիրակի մարզով կհամաֆինանսավորվեն Արթիկ համայնքի Սարալանջ բնակավայրի մշակույթի տան աշխատանքները, սա երկրորդ փուլի աշխատանքներ են, դրանք ավարտված են, 1340 շահառու ունենք այստեղ։ Այս ծրագրի ներքո Արթիկ համայնքի Արթիկ բնակավայրի Լմբատ 1 թաղամասի 8-9 բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգման աշխատանքները ավարտված են և հիմնանորոգվել է 2 բազմաբնակարան շենքի տանիք 400 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով։ Տավուշի մարզի մասով համաֆինանսավորվում են Իջևան համայնքի Իջևան բնակավայրի Սայաթ-Նովա և Թուխիկյան փողոցների, Մետաղագործների փողոցի դեպի սեփական տներ տանող ճանապարհների բակերի ասֆալտապատման աշխատանքները, այստեղ աշխատանքները 95% առաջընթաց ունեն և ավարտական փուլում են, Իջևան համայնքի Իջևան բնակավայրի Անկախության 17 և 19, Մայիսի 28 փողոցի 41, Այգեհովիտ բնակավայրի Կայան Ավանի 4 թաղամասի, բազմաբնակարան շենքերի բնակելի շենքերի տանիքների կապիտալ վերանորոգման աշխատանքներն է նախատեսում, նախագծով նաև համաֆինանսավորել առաջընթացը աշխատանքների 76% է, հիմնանորոգվել է 4 բազմաբնակարան շենքի տանիք 4050 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով։ Իջևան համայնքի Իջևան բնակավայրի Մետաղագործների փողոցից դեպի սեփական տներ տանող ճանապարհների, Ծաղկավան բնակավայրի ճանապարհների հիմնանորոգման ու սալարկման տուֆ-քարով սալարկման աշխատանքները 80%-ով են կատարված։ Դիլիջան համայնքի Դիլիջան բնակավայրի Գայի 84, Շամախյան 2A բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների հիմնանորոգման աշխատանքները կատարվածության արժանանա հարգելի գործընկերներ 80% է, հիմնանորոգվել է 2 բազմաբնակարան շենքի տանիք 1006 քառակուսի ընդհանուր մակերեսով։ Նոյեմբերյան համայնքի կարիքների համար 2 աղբատար մեքենաներ են ձեռք բերվել և տրանսպորտային միջոցները մատակարարված են, տեղում են։ Նոյեմբերյան համայնքի Ոսկեվան բնակավայրի մանկապարտեզի բակն է վերականգնվել, 80%-ով ավարտված են կատարված աշխատանքները և կառուցվել է 75 քառակուսի մետր մակերեսով հենապատ, սալապատվել է 26 քառակուսի մետր չափով հատակ և որպես ամփոփում կխնդրեի հաստատել նախագիծը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Տիկին Ղալեչյան, ես հարգելի գործընկերներ ուզում եմ հիշեցնել, որ ըստ ընթացակարգերի մենք մի կողմից շարունակում ենք ֆինանսավորել այն սուբվենցիոն ծրագրերը, որոնք նախորդ տարիների ընթացքում հաստատված են եղել կառավարության կողմից և իրականացման փուլում են գտնվել մինչև 2025 թվականի հունվարի 1-ը, շարունակել են այս տարվա ընթացքում և ավարտին են հասցվել դրանցից շատերի դեպքում, բայց նաև մենք շարունակում ենք հաստատել նոր փաթեթներ, պարբերաբար քննարկում ենք հատկապես այն ուղղությամբ համայնքներից ստացված մարզպետարանների միջոցով մեզ ուղարկված նախագծերը, որոնք իրենց ուղղվածությամբ համապատասխանում են նաև կառավարության ներդրումային առաջնահերթություններին և հատկապես ուղղված են մեր բնակավայրերում խմելու ջրամատակարարման ենթակառուցվածքների նորացմանը, ոռոգման համակարգերին, գազամատակարարման հարցերին, ճանապարհների բարեկարգման աշխատանքներին և իհարկե նախակրթական հաստատություններին։ Դրանցից առաջ և ավելի մեծ չափով կարևորելով ունենք այս տարվա ընթացքում արդեն հաստատված բազմաթիվ նախագծեր, վերջին քննարկումների ժամանակ նաև բովանդակային հարցերին ենք մեծ ուշադրություն դարձնում, մասնավորապես քաղաքաշինության կոմիտեն ոչ միայն
այդ ծրագրային փաթեթները հաստատելու համատեքստում կամ շրջանակում դիտարկում է դրանց ինժեներական լուծումների համապատասխանությունը, այլ նաև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ միասին ուսումնասիրության առարկա է դարձնում, թե որքանով են այդ նախագծային լուծումները լավագույն ձևով համապատասխանում միջավայրային հարցերին, եւ մենք արդեն նույնպես կարող ենք համարել, որ մեկ քայլ առաջ է, շատ դեպքերում խորհուրդ ենք տալիս համայնքներին նաև օգտվել այնպիսի նախագծային լուծումներից, որոնք այլ համայնքների դեպքում նույն հարցերը ավելի արդյունավետ ձևով հասցեագրած են եղել։ Այս տեսանկյունից կարևոր է սուբվենցիոն ծրագրերի քննարկումը այն առումով, որ սա ոչ միայն ֆինանսական աջակցություն է, այլ նաև մեծ օգնություն է համայնքներին իրենց կողմից նախաձեռնվող ներդրումային ծրագրերն ավելի արդյունավետ եւ ավելի նպատակային դարձնելու ուղղությամբ։ Եվ նաև կարողություններ են ձևավորում, մենք վստահ ենք, որ այդ քննարկումներից յուրաքանչյուրը հաջորդ նախաձեռնություններում ավելի որակյալ առաջարկություններ ձևավորելու հիմք է։ Եվ եթե այս նախագծի վերաբերյալ կան հարցեր կամ դիտարկումներ, խնդրեմ, պարոն Միրզոյան։ Իսկապես պարոն Խաչատրյան, այս սուբվենցիոն ծրագրերը մեր գործունեության շատ կարևոր ուղղություններից են եւ շատ կարևոր թիրախ է, հատկապես այն ծավալով եւ այն չափով, որ մեր կառավարությունն է անում վարչապետի հանձնարարությամբ, այդ ենթակառուցվածքներին ուղղվող գումարները միանշանակ արդարացված են, ճանապարհ, գազ, ջուր, լուսավորություն, չգիտեմ, այլ բաներ, բայց ես անկեղծ ասած ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ, մենք ինչի ենք փող տալիս հանդիսությունների սրահին։ Էլ չենք տալիս։ Ընդհանրապես կարծում եմ պետքա չտալ։ Պարոն Միրզոյան, ճիշտ եք նկատում միանգամայն, գիտեք սկզբից դուք երկու կարևոր հանգամանք միանգամից նշում եք։ Առաջինը ես ուզում եմ հիշեցնել, որ այս տարիների ընթացքում տարեկան մեր բյուջետային ֆինանսավորումը սուբվենցիոն ծրագրերի կամ համաֆինանսավորումը 4 միլիարդից հասել է մինչև 30 միլիարդի, գրեթե տասնապատկվել է։ 30 միլիարդ համաֆինանսավորումը նշանակում է, որ այդ ծրագրերի ծավալը տարեկան, հաշվի առնելով նաև համայնքային համաֆինանսավորումը, 50 միլիարդ դրամը գերազանցում է։ Եվ սա այն կետն է, որը մեզ թույլ է տալիս արդեն նաև, որովհետև սկզբից նախաձեռնողականությունը խրախուսելու կարիք կար։ Սկզբից անհրաժեշտ էր, որ համայնքները բերեն իրենց կարծիքով ամենաառաջնահերթ հարցերը եւ դրանք ունենան կառավարության ֆինանսական աջակցություն եւ դա եղել է հատկապես առաջին, երկրորդ, երրորդ տարիների մեր քաղաքականությունը։ Այս տարվա ընթացքում մենք ավելի շատ հորդորում ենք, որ այդ նախաձեռնությունները լինեն ներդրումային առաջնահերթ համարվող ուղղություններով եւ մենք ավելի քիչ թվով ունենք այնպիսի դեպքեր, երբ որ դրանք ընդհանուր առմամբ համայնքային կյանքի տեսանկյունից կարևոր թեև, բայց ամենաառաջնահերթ հարցերը չեն, մենք առաջարկում ենք, որ ամենաառաջնահերթ հարցերը լուծվեն առաջինը։ Եվ սա պահպանում ենք վերջին քննարկումների ժամանակ, հուսով ենք նաև, որ իհարկե չբացառելով եւ ամենևին չհերքելով, որ մյուս հարցերը նույնպես կարևոր են, բայց եթե այդ հարցերը այդ կարևորություն ունեն, համայնքները պետք է կարողանան իրենց միջոցները գտնեն նման բնույթի խնդիրները ինքնուրույնաբար լուծելու համար։